Process հայրենակիցներ ուրեմն մի հին արտահայտություն կա, կարծում եմ, որ ասեմ դուք կհիշեք, դա որ ասում է երեխան ոչ միայն շատագեր է, այլ նաև բութ է։ Հիմա սա եթե այս արտահայտությունը վերաձևակերպում ենք, այս Մոսկվայի ժամանած ուրեմն Պուտինյան ծնծաղիկները կամ ծաղիկները կամ չորացած ծառները Հայաստանն են գալիս, փոխանակ քաղաքակրթություն մշակույթ բերեն, իբրև թե մայրաքաղաքից են գալիս, այդպես է պատկերը, չէ, մենք որ դպրոց ենք գնում, գիտեինք աշխարհի ամենաարդար քաղաքը Մոսկվայում է, ամենաազնիվ ժողովուրդը ռուսներն են, ամենակատարյալ իշխանությունները ռուս սովետական բոլշևիկներն էին։ Բայց հետո կյանքը գնաց եւ ամեն ինչ իր տեղն ընկավ, հիմա ըստ էության Մոսկվայից գալիս է հայագյացություն, ռուսական դեսանտ, հակապետականություն եւ հայրության այն տեսակը, որ արմիաշկից են մորթես չի հասնի։ Եվ գալիս են Հայաստանում պետականության հիմքերը ցնցեն, որովհետեւ իրենց սեփականատերերը քաղաքական գոհ մնան իրենցից։ Եվ սրանց մեջ բարձվում է կա նաեւ գործելացերի մի ընդհանրություն, որը Հայաստանում քաչ հայտնի էր ռոբասերժական, որ ասում են իշխանության տարիներին, նրանք նաեւ սիմվոլ էին կաշառքի, ուրեմն կոռուպցիայի, թալանի, կողոպուտի, ստախոսության, այն մեկը չէ հայտնի է նաև ստախոս նախագահ, տոկոս խփող եւ այլն, պատկերացրեք կծողների այսինքն մի բան է։ Համախումբ է հիմա սրանք փոխանակ փորձեն աշխարհի այլ ծերերից, իհարկե աշխարհի ռուսական նկատ ունեն, թաթարական այդ հատվածից մի քիչ ազնվություն բերեն, վերում են հիմա կոռուպցիա։ Այս մեր անվտանգության ծառայություններն երևի հալու մաշին են, ուրեմն ինչքան որ կոռուպցիայի գործով խուսափել են, երևի չեն վերցրել եւ այլն, հիմա ստիպված փողոցից հավաքում են կոռուպցիոներների։ Հիմա այդ կոռուպցիոներներն են հետաքրքիր է, որ բոլորը մականունավոր են, են կանդազ, են մանդազ։ Ես այդպես հաճան ուզում եմ հարցնալ։ Այն նաեւ լրատվամիջոցների, որ հայ մարդկանց անկախ իրենց որակը պետականությանն է, դրանք անուն ազգանություն է, թե չէ, ինչ է նշանակում կանդազ։ Չի լինի հայոց լեզվով հայերեն անուն ասեք, մի խոսքով, ինձ համար օրինակ շատ տհաճ է։ Այդ նշանակում է, որ նայեցեք, եթե որևէ մեկը ունի մականուն, ուրեմն այդ ծառայության մեջ, այդ մարզի մեջ, ինչպես ասում են, շատ է խորացել, ասենք կոռուպցիայի մեջ, հայրենադավության մեջ, դավաճանության մեջ, այլապես այդ մականուններն ինչի համար են, անհասկանալի բան է։ Հիմա բոլոր դեպքերում, ուրեմն այս Կալուկայի պրարաբն իրավունք ունենք այդպես ասելու, որովհետև իր արածը, ոնց ասեմ, հայ կլասիկ մարդու բան չի, պարտադիր է կա քեզ երկրում ինը իշխանափոխություն թե անեն, չգիտեմ, ինչ պիտի անեն, վերջ լսում եք 300,000 աշխատատեղ պիտի բացեն, այդ աշխատատեղերը թափածեն, եւ չգիտեմ, հազար մի բաներ, որոնք անհեթեթություն են, եւ այդ փողեր լավանալու հավանաբար ձև են գտել, տհաճ իրենց պլակատներն են, տասնյակ տարիներ չկան, մեկ էլ տեսակ առաջ Կոնգոից գալիս էր, չգիտեմ, Զիմբաբվեից նկարներ են լսնում, հետո Ֆիդել Կաստրոյի նկարներն էին, զզվում ենք այդ բոլշևիկյան ավանդույթով։ Հիմա այդ ամբողջ երկիրը լսնում են մի հոգու նկարներով եւ ինչ են ուզում, ռուսական ավանդույթով ուզում են անձի կամ անհատի պաշտամունք առաջացնեն։ Կոռուպցիա, այս այդ կոռուպցիայի ձևերից մեկն է, խաբել մարդկանց։ Բայց այստեղ մի բան կա, որ եթե դուք ուզում եք, մենք ուզում ենք անձի անգամ անհատի պաշտամունք, անձը պետք է լինի, որը պաշտամունքի առարկա է, թե չէ գումարը տալիս ես, նկարները փակցնում ես, անհասկանալի մի քանի բառ ես ասում, համառոտ, անհասկանալի ռեպլիկները նետում ես եւ այսպես առաջանում է մի պատկեր հայ կլասիկ կոռուպցիոներների։ Եվ այսպես ուրեմն տահաճ ասել բարեկամներ, ով որ իրենց մոտիկ է, ասեք հանեք, օրինակ, այս վերջերս չէ, շաբաթ Կիրակի օրը ես Տավուշի մարզ էի գնացել իմ ընկերներով, հասանք նախկին Շահնազար գյուղ, դե բարձ է որ Տավուշ, Ստեփանավան եւ այլն, մարդիկ զզվանք են, ասում են սրանցից վերցում չկա։ Նկարները քեզ հետապնդում են, թե կախել են, որ ինչ է կախել։ Իրենք գիտեն, թե այդ մարդիկ շատ են կարոտել իրենց շահագործումը, իրենց կենսագրությունը, իրենց նկարները, նաեւ մեծամիտ այդպիսի բաներ էլի, անիմաստ բաները։ Ուրեմն ուզում եմ ասել այսպես, բայց ընդհանրական եթե ասենք մենք Մոսկվայից տեսանք ոչ թե ու տեսնում ենք ոչ թե քաղաքագրություն, ոչ թե զարգացում, այլ մեծամտություն, արհամարանք սեփական մշակույթի, սեփական լեզվի, նույնն է նշանակում սեփական ուրեմն ծնողի, որովհետև դրանք նույնն են, արհամարանք այն պետականության, որտեղ իրենք գալիս են իշխելու,
Եվ գործուղում են որպես բաներ, այդպես գերիշխողներ։ Այն Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին դրանց, երբ որ դեռևս հեղափոխական էր, երբ որ պետք է որ Մոսկվայի հանձնարարության իշխանությունը փոխեր, սա ասում էր Դիզբոնից են գալիս, Դիզբոնից, դա Իրանն է։ Հիմա այս Դիզբոնից, հյուսի Դիզբոնից գալիս են, հետները բերում են կոռուպցիա։ Հա ձերբակալում են։ Դրա համար ասեմ, այսպեսի մի բան, երևի պետք է մեր ազգային անվտանգության ծառայությունները, անվտանգության աշխատակիցները եւ իրավապահ համակարգի այլ աշխատակիցներ սրանց մաշկազերծ անեն, անընդհատ կաշառքրեցրեք, կանդազ արեք, կանդազներին մանդազով արեք եւ այստեղ։ Հիմա սրանք էլ մի տհաճ ձև են գտել։ Տհաճը ո՞րն է, հանցագործությունը, ոճրագործությունը, ուրեմն ծածկելու համար։ Պարզվում է մեկը վարչապետին քաշքշել է ուզում, հետո պարզվում է անմեղսունակ 18 տարին հələ չի լրացած։ Ուրեմն հաջորդը մեկը ուզում է ուրեմն կաշառքի մեջ բռնվում է կաշառատվության մարդու հիմնական իրավունքը, որ իրավունքներից մեկ ընտրելու իրավունքն է, խախտել է, բարձվում որ ծծկել երեխա ունի, դեռևս մի մասն հələ չի ծննդաբերել։ Ուրեմն գտնում են, որոշում են, որ այդ օրենքները Հայաստանում չպետք է աշխատի։ Իսկական տունդրայից եկել են, տունդրայի բարքեր են բերում, հասկանում եք ոնց է։ Միշտեր աշխարհը տեսնում եք ուր է շարժվել, ինչ է անում, եւ այսպես ուրեմն իրավունքի չկատարման մասին է խոսքը։ Եվ սկսում է մի աղմուկ, մի այլանդակ սև հարուրակային ոռնոց, այս ձերբակալած խախտում եք արել, ուրեմն մեր հայ կանանց պիտի բացատրել, որ ասել, որ ձեր ցավը տանեն, նկատի ունեցեք, եթե նույնիսկ ձեր երեխան 4 ամսական է, կաթ նոր եւ այլն նման բաներ, ինչ որ ասում են 5 ամսական է կամ դեռևս հələ չի ծնվել, իմացեք, օրենքը դաժան է եւ օրենքի առջեւ պատասխան տալու հնարավորություն դա մի արեք, այլապես այդ ձեր անմեղ տեսքով, ձեր բացատրությունով դուք խախտում եք մեր ժողովրդի հիմնական իրավունքը, որն է դա ժողովրդի հիմնական իրավունքը իշխանությունը իր քվեով ձևավորելու իրավունքն է։ Դուք հանց ով որ սա անում է, Սերժարովբա, չգիտեմ, Լևոն Տեր-Պետրոսյանական այդ ավանդույթով անպայմանորեն ուզում են չիրականանա մարդը չունենա հնարավորությունը իրավունքից զրկվածին իշխանության փոփոխության, ուրեմն հազար բան մտածում են, որովհետեւ արդարացնեն եւ Սերժ Սարգսյանի ասածով խփեն։ Գողական բարգեր են, չէ՞, գողականը իշխան ուզի մարդը կխփի։ Այնքան խփեց, իրեն խփեցին, շպրտեցին, հիմա էլ կանգնել է, որ բաներ է բացատրում, իրար են ուտում, ինչ են անում։ Տհաճ է։ Ես բոլորին ինչ ասում, Ժորժ ջան, մենք պետական աշինության հարցում իսկապես հետ ենք մնում, որտեղ այս քոխվեկը իրենց համար աթոռները զբաղեցրել են, Մոսկվայի թույլտվությամբ երկիրը կողոպտել են, Պուտինի հրամանով էլ Արցախը պաշտպանությունը վարի տվեցին, բանակը այդ փչացրեցին այդ ամենը, հիմա սկսել են ընդրակաշարքի եւ այլնի արդարացման գործընթաց, որը կբարձում են, որ շատ սխալ է։ Ուրեմն բերեք սրանով ավարտենք եւ ասեմ, որ մի բան։ Ես ասեմ մանավանդ այդ պլակատների հանդեպ, որտեղ սկսվելու է, մարդիկ արգահատանք ունեն։ Ես գիտեք, որ իմ ընկերների հետ ամեն կիրակի ուրեմն ման ենք գալիս, ուրեմն այդ հանրապետության տարբեր շրջաններ, տարբեր հարցեր են պատրաստում, կրկնեմ այս անգամ էլ գնացել ենք Հյուսիսարևմտյան Հայաստանի Հանրապետության հատվածը, որ Տաշիրն է, այսինքն այդ Սամոյի հայրենիքը փոքր, ուրեմն մարդիկ արգահատանքով են խոսում այդ բաների մասին, կախված պլակատների, սուրբ լոզունգների, մանավանդ հեռանում են 300,000 աշխատատեղ։ Սրանք այնքան են երկրից բանից կյանքից հեռու մնացել Հայաստանի, որ բայց այդ ցավը տանեմ, ասում եմ ես էլ ժողովրդին այնքան են խապել, որ մեր ժողովուրդը արդեն իմունիտետ ունի ստախոսների, կծողների, տոկոս խփողների, տոկոսով փոխտվող հետառնող եւ նման բաներ են։ Մի խոսքով ուզում եմ ասել, որ մեր ժողովուրդը նույն ժողովուրդը չի, որովհետեւ նա անցավ տառաբանքի ուղիներով այդքան կորուստներ եւ այլն։ Հիմա հույսները դրել են փողով պետք է ընտրություններ կազմակերպել, որ եթե քաղաքական իմաստով մենք խստագույնս մոտենանք, դա ընտրություններին իրենց մասնակցության հարց չի, վստահ եմ, որ կտեսնեք իրենք այդ տոկոսը չեն հասնելու, շատերը չեն էլ հասնելու, բայց համառորեն իրենց էշը քշելով ուզում են կաշառքով ինչ անել, եթե կաշառքով է, ուրեմն ընտրություն չի, եթե կաշառքով է, ուրեմն իշխանափոխություն է։ Այսինքն սրանց վզի Մոսկվայից դրել են Հայաստանում ամեն կերպ իշխանափոխություն եւ այս սրանք բառաճելով իշխանափոխության մասին են խոսում իրենց այդ տալակատ մլակատներով, իրենց տեսքով, մեսկով եւ այլն։ Ուզում եմ ասել, այսպես է եւ Հայաստանը այս վիճակով փաստորեն այս մի քանի օրից հետո կմտրի ընդրաշավի շրջան եւ մենք աշխարհին պիտի ապացուցենք, որ Հայաստանը աշխարհում քաղաքագրության օրրաներից մեկն է։ Նա վաղուց
կարողացել է ընտրել ու պիտի կարողանա ընտրել, ուրեմն հազարամյակներ առաջ։ Ես ձեզ ասեմ, որ առաջին հանրապետությունն այնպիսի պարլամենտ է ունեցել, պարլամենտի մասին է խոսքը, որ ուղղակի մի քիչ շշմելու է, ինչ իմաստով։ Ուրեմն այդ պարլամենտում 3 թե 4 կին կար։ Դուք պիտի իմանաք, որ Հայաստանի Հանրապետությունում կանայք առաջին հանրապետության տարիներին ավելի շուտ են ստացել ընտրելու իրավունք, քան Միացյալ Նահանգներն են, քան Եվրոպայի շատ երկրներ ու պետություններ, որոնք հիմա կոչվում են քաղաքակիրթ, մենք էլ ընկած ենք տաշիրների, մաշիրների, տաշի-տուշի մեջ եւ կաշառքի բանի դեմ ենք պայքարում, եկրտ թե չգիտեմ, իրավաբան համակարգներ գիշեր-ցերեկ հալից եղնելով սրած պետք է հավաքի։ Հուսամ, որ ընտրությունների օրերին դիրիկով կհավաքի։ Եվ ասեմ ինչ, եթե ես լինեի օրինագից տրվել, ես կաշառատվությունը եւ կաշառավերցնելը գնդագարության կդատաբարտեի, կաշառք տվողներին, հատկապես օլիգարխների կգնդագարեի, ասեմ ինչի համար, որովհետեւ մեր պետությունը կամ պետք է պետություն դառնա եւ մեր ժողովուրդը ապահով ապրի, մենք դառնանք պետականություն, կամ էլ պետք է քյոխվեկը իրենց Պուտինների համար երկիրն ավերեն։ Ընդ որում ես ենթադրում եմ, որ սրանց վրա երեք պլան է դրած, ինչպես որ այդ Մակոնների վրա պլան էր տված Արցախի հանրապետությունը վարի տալ, որպեսզի Պուտինը առևտուր կարողանա անել Ալիևի հետ, ուրեմն սա է, ուրիշ բան չկա, նկատում եք։ Ես մտածում եմ, նույնիսկ սրանք տհաճությամբ են գալիս Հայաստան, որտեղ սրանք սովորաբար գալիս են ուտել խմելու, քավոր սաներ, չգիտեմ ինչեր են, ֆեոդալական պարքեր, իսկական միջնադար նկատի ունեցեք, օջախներում քեֆ ուրախություն, այն ինչ որ, իհարկե ոչ մեծ քեֆ ուրախության դեմ չեն, բայց նման ձևերը հակապետական են եւ այլն։ Հիմա սրանց վզներին Պուտինը դրել է Հայաստանում իշխանափոխության հեղաշրջման փորձը, եւ այդ կաշառատվությունը իրավաբան համակարգին ես առաջարկում եմ կոռուպցիան, որ սրանք անում են Սամվելը իր հզոր ուժեղ Սամվելը ուժեղ թիմով ուժեղ փող բաժանելուց։ Սա դիտել հակապետական գործնեով ոչ միայն կոռուպցիա է, նաև դիտել հեղաշրջման փորձ, եւ դա միանշանակ եւ պատժել համապատասխան ձևով, տեսնենք էլ կանեն թե չեն անի, եւ հետո լրատվամիջոցներն համասկան աշխատանք անեն եւ այլն։ Հիմա մենք ինչ ենք ուզում, այսպես էլի, ասեմ դες ժողովուրդ ջան, մենք գնում ենք ընտրությունների, այսինքն ես մենք որ ասում եմ, ձեզ նկատի ունեմ նաև եւ մեզ նկատի ունեմ, որովհետեւ մեր պատկերացումով քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը հենց ձեր կուսակցությունն է, որովհետեւ նա դավանում է քրիստոնեական արժեքներ, հասկանալի է մեր եկեղեցու առաջին հերթին ուրեմն ճակերտավոր արժեքները, ասի որտեղ քրիստոնեական արժեքները նույնն են, ուրեմն եւ ժողովրդավարությունն անվերջ մի կուսակցություն է, որը եւ ժողովրդավարությունն է առաջի պլան մտնում եւ ուրեմն քրիստոնեական արժեքներ, այսինքն իրականում մեր կուսակցությունը, որ մեր անդամների կուսակցության մեջ եղածների կուսակցությունն է, առաջին հերթին ձեր կուսակցությունն է, որտեղ ձեր եւ հայ ժողովրդի արժեքային համագարկի մեջ է, նկատի ունեցեք։ Եվ մենք ցես հետ միասին հետ ենք վերադարձնելու մեր ազգային արժե համակարգը, որտեղ թքած ռուսականության վրա, բոլշևիզմի վրա, թրքականության վրա եւ այլն, մենք պետք է մեր Կոմիտասի անաղարդությանը գնանք, ինչպես Կոմիտասը գնաց երկի երաշխության մեջ եւ մեզ տվեց այն, ինչ որ Հայաստանն այսօր ունի որպես Կոմիտասի ստեղծագործություն։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե մենք եղանք խորհրդարանում, հավանաբար կլինենք, մենք ձեզ հետ միասին կվերադարձնենք այն Հայաստանը, որի համար մենք մեր սերունդներ են ուրեմն կյանք տվել, որի համար այսօր էլ ուրեմն տեսնում եք ինչ դաժան կռիվ է մնում եւ որի փչացնելու համար տեսնում եք Մոսկվան ինչ դաժան կռիվ է տալիս։ Գնել եք բարի համար այդ որ Մոսկվան ինչ անում է, ստեյության տանում է Հայաստանի Հանրապետությունը ճագերտների մեջ իհարկե իրենց խոսեմ ասում փչացնելու ուրեմն տեսակետ է անում։ Եղավ։ Ուրեմն սա մենք թույլ չենք տալու եւ մենք ես վստահ եմ որ մի սիմվոլիկ ասենք, եթե մենք կարողացանք կամ ձեզ հետ միասին դրսևորել, մենք մեծ կվերադարձնենք մեր Արտաշես արքային իր հրեղեն ուրեմն այդ Երևանի վրա նստած կրկած սատենիկին կվերադառնա մեր արժանապատվությամբ, մեր պետականությամբ եւ մեր ոսկեդարով եւ վստահ եղեք որ դա լինելու է, բայց եթե մենք դա անելու ենք եւ դրա փոշուտակ Սամվել մանվերներ իրենց ռուսականացած անհայտ ուրեմն մենտալիտետային մանադենար Աբրամյան բանեն, Միգրանյան, չգիտեմ ինչ ասես կա, Միգրանյան, Շախնազարով, այս բոլորը ռուսակոծերի հսկա մի բանակ, որոնք գիշեր-ցերեկ կռիվ են տալիս Հայաստանը պետականության դեմ,
կոնկրետ իհարկե վարչապետի դեմ է կռիվը սիմվոլիկ եւ իհարկե պաշտպանվում է ուրեմն ԿԳԲ-ի վերահսկողության տակ տրված եկեղեցու ուրեմն տետերին, հետո մի հատ վայնասումո չեն դնում մեր եկեղեցու դեմ, ձեր եկեղեցու դեմ դուք եք պայքարում, ԿԳԲ-շնիկները, որովհետեւ դուք Մոսկվայի գիզն եք վարում, մենք մեր եկեղեցին պահել ենք, պահելու ենք, բայց այնտեղից ես կարծում եմ ժամանակի մեջ բոլոր չեկիստներին, բոլոր կոռուպցիոներին, նաեւ արվամոլներին, ուրեմն ռադ ենք անելու, այդ եկեղեցին վերադառնալու է իր կերպի մեջ եւ ծառայելու է Քրիստոսին եւ նրա միջոցով նաեւ հայ ժողովրդին։ Այնպես որ այստեղ վստահ լինենք, բայց ասեմ մի բան, հիմա ի՞նչն է խնդիրը մեր կուսակցությունների համար։ Խնդիրը մեզ համար նկատի ունեցեք, ես կոնկրետ նկատի ունեմ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, մեր խնդիրը մեր համար պարլամենտ ունենալն է, պարլամենտարիզմ ունենալն է, խորհրդանական կյանք ունենալն է։ Տեսեք, ես չեմ ասում, վարչապետի աթոռին նստելն է։ Ուրեմն այս խելականների մի բանդ է առաջացել։ Հայաստանում կա փոքրիկ մի հանրապետություն 30,000 տարածքով, սա Հայաստանի 1/10 մասն չի կազմում, այն պատմական Հայաստանի, բայց սա է ակտուալ այն Հայաստանը, որ ունենք, ինչպես որ ասում է իրական Հայաստանը եւ այդ Հայաստանն էլ ունի մի վարչապետի աթոռ, մի գահ, ուրեմն այս իրենք կոչկան ԿԳԲ-շնիկ կոռուպցիոներ կա, գիտեն սա բան է, էլի խաշի խորովածի հետ է, որ սովոր են դրան կողոպտելու բան է, ուրեմն լցնում են այն Թումանյանին հիշում եք, Փարվանայում են ճանճերի նման, թիթեռի նման դնում են դեպի կրակը։ Ես գիտեմ իհարկե, դուք ինձնից լավ գիտեք ինչի են գնում, որովհետև այդ աթոռին նստելու պարագայում նորից ուրեմն ռսահպատակների Գրբանը կհոսի հայոց արյունը եւ առնական եղած փողը։ Հիշում եք, կարծեմ են բանի մեջ չէ, փող։ Ուրեմն սրանց պետք է ասել փող, կոռուպցիա։ Իսկ մենք դրա փոխարեն ձեզ առաջարկում ենք պայքարենք անզիջում ռսահպատակ այլասերված կոռուպցիոներներին, գողապետական այդ վերնախավին վերջնականորեն քաղաքականությունից դուրս մղելու եւ մենք մեր երկրում քաղաքագիր պետություն առաջացնելու համար, որի մոդելի մասին ձեզ շատ եմ ասել։ Օրինակ դա նաեւ իմ անձնական երազն է, որովհետեւ երազ ունենք, իհարկե սա սիմվոլիկ է։ Ես ուզում եմ, որ մենք ունենանք մի պետություն, մեր պետությունը վերակառուցենք, պետականություն այնպիսին, ինչպիսին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասն է, ովքեր կան Մյունխենում, գիտեն, դա մի պահպանողական, խիստ զարգացած գիտարդյունաբերական, նոր տեխնոլոգիաներով թռիչք ապրող, բայց ազգային նկարագրով Գերմանիայի մի հատվածն է, օրինակ եւ ուժեղ, եւ կազմակերպված, եւ խորհրդարանով, եւ կանցլերով, նրանք կանցլերներ ունեն։ Նկատի ունեցեք, որ դա պարլամենտական հանրապետություն է։ Օրինակ իմ անձնական ցանկությունը դա է, եւ մենք իմ ընկերները ինձ չեն առարկել այս հարցում, մենք որպես մոդել առաջարկում ենք դա, որտեղ կյանքը երրա հասկանում եք ոնց է, որտեղ կոռուպցիոները ռիսկ չանի, ուրեմն կանդազ-մանդազներով լցվի փողոցներ եւ հետո սկսվի, որ այս մեկը մարդասպան եղել, չգիտեմ, այս մեկը էս ինչ եղել, այս մեկը Ադրբեջանին է ծառայել, այս մեկը Թուրքին, այս մեկը բոլորին ասում են, բայց ինչքան ռուսի ծառայող է, ասեմ, որ ռուսին ծառայելը նույնքան հանցանք է, ինչքան Թուրքին եւ Ադրբեջանցուն, դրանք նույն ոճրագործություններն են, որտեղ վերջին հաշվում էս համար գլխավորը Հայաստանի Հանրապետությանը ծառայելն է, ով Հայաստանի Հանրապետության չի ծառայում, օրինակ մեզ համար հաշիվ չի կերում կծառայել, մանավանդ եթե ռուսին, որտեղ նա այսօր ոտնահարում եւ ուրեմն տորպեդահարում մեր պետականությունը։ Ուրեմն ասեցի դա ենք ուզում, մենք պայքարում ենք պարլամենտարիզմի համար, պարլամենտական կյանքի համար, որտեղ պիտի լինի պլյուրալիստական, ուրեմն բազմաթիվ թևերի, կենտրոնի եւ 5-6 հավանաբար կուսակցությունների, որ կլասիկ բան կստացվի, նկատի ունեցեք, որտեղ շատ գրում եք, որ միավորված են, կուսակցությունները պարտադիր չի, իրար տեղաշոր կներեք մտնեն խորհրդարան, կարևոր է առանցին մտնեն խորհրդարանում արդեն քաղաքական իմաստով լայն համագործակցություն ունենան եւ դրանից պետությունը կշահի ինչի համար, որտեղ խորհրդարանում կառաջանա բանավեճ, ոչ թե վեճ, ոչ թե Սերան Օհանյանի շշերը, չգիտեմ ուրիշ ինչեր, եւ այլն, այլ կլինի քննարկում թեմաների առաջադրում, հրատապություն, առաջնահերթություն եւ նման բաներ նկատի ունեցեք, խորհրդարանական կյանքը ինքը շատ բազմազան է, դրա տիպիկ երկրներից մեկ օրինակ Իտալիան է, տիպիկ խորհրդարանական հանրապետություն ուզում եք, մեկ նայեք, տեսեք ինչքան կա, ինչքան կառավարություններ հրաժարական են տալիս, շուտ է լինում, ինչքան փոխվում է, բայց Իտալիայի քաղաքական կյանքը կայուն է, հզոր է, դինամիկ է եւ ստաբիլ։
կայուն է, նկատի ունեցեք, խորհրդարանական հանրապետությունը ինքը կայունություն է տալիս, անկայունությունը տեղափոխում է խորհրդարանական բանավեճ, իսկ այստեղ Հայաստանը բոլշևիկյան ռուսական ավանդույթով տեսնում եք ինչ շշամարդ է դնում Հայաստանի պետականության եւ Հայաստանի անկախության դեմ, որը մենք բնականաբար այս անգամ պիտի մերժենք ընդմիշտ մենք խորհրդարանական ժողովուրդ ենք, մենք սիրում ենք բանավիճեր, իսկ խորհրդարան լավագույն որն բանավեճի միջավայրն է, բայց կուսակցությունների միջև մի քանիսի, որտեղ երանգները կտարբերվեն, տեսակետները կտարբերվեն եւ վերջին հաշվով կառաջանա այն համազորը, համազգայինը, որ խորհրդարաններում առաջանում է։ Այնպես որ ուրեմն կարծում եմ, որ այս բոլորը ճիշտ է եւ քանի որ 2000 թվականից հետո Ռուսաստանը մեր հարցում սխալվել է, Պուտինը Ուկրաինայում հարցում սխալվելու թաղվել է ուկրաինական խուտորներում, կարծում եմ, որ նույնը լինելու է նաեւ այստեղ։ Ինչու՞ պետք է ամենտեղ սխալվի Հայաստանի հարցում ճիշտ լինի, ես դա չեմ հասկանում, ինչ է մեզ ինչ է պատահել, ինչու՞ պետք է այստեղ Ռուսաստանը ճիշտ լինի, ով ռուսական տեսակետ է պաշտպանում, Հայաստանի թշնամին է, նկատի ունեցեք, ինչ անունով ուզում է ասեն, ինչ, հիմա նոր ֆոկուս են արել, այսինքն ոնց որ աղաչ են ասում են ձեր ցավը տանեն Ժորժ ջան, եթե Ռուսաստան չէ, գոնե Չինաստան, այդ ողորմելիներ բոլորն էլ հասկանում են այդ Չինաստան բան, ուրեմն դոլարները դրամները գիշերցրեք Թրամփի ու Ամերիկայի դեմ են խոսում, Ամերիկան վատ բան է, դոլարներից հրաժարվեք յուան պահեք, ինչ չեք անում, կամ այդ կամազներով ռուսական ռուբլի դերեք ձեր տները, ուրեմն այս անհասկանալի բան է, չէ՞, ինչ դեռ իրենք հասկանալի է, որ եթե իրենք այդ տեսակետի նման խոսեն, Պուտինը կպատժի դրանց եւ երևի մտածում են, որ մի օր ուղարկեն Բուխարա, հավանաբար նրանից Անդին է, էլի, Բաքու, Բուխարա եւ այլն, էլի։ Ուզում եմ ասել, որ սրանք են մարդիկ են, որոնք օտարի պարտավորության մեջ են, որովհետեւ օտարով աճել են, օտարով խեղաչուրվել եւ շատ ուրեմն վատ բան է դա, որովհետեւ մեր ժողովրդի կենսատու երիտասարդության սրանք եղել են ճահել նաեւ, չէ՞ մասը, որոնք պիտի որ ժամանակին ռուս աղջիկների հետ ֆրֆռալով վայելային կյանքը խրվել են Հայաստանի քաղաքական կյանքի մեջ եւ իրենցից թույն են արտադրում եւ այդ թույնը կոռուպցիան է, որ տարածում են ալիքարալիկ, իսկ մենք տարածելու ենք պարլամենտարիզմ։ Ինչ է մեզ մեր կուսակցության տեսակետով առաջիկա 5 տարիների համար, որին պիտի ձգտենք։ Մեզ պետք է անվտանգություն, հասկանալի բան է, եւ դա գիտեք, որ մի քիչ խախուտ վիճակ է, դա շատ մեզնից չի կախված, բայց անվտանգություն ունենք քիչ շատից։ Այն ինչ սուտ գեներալները իրենք իբր թե գեներալություն գիտեն, նա դեռ անվտանգության ամրից է խոսում, բան են բացատրում։ Դու բան գիտեիք, Շուշի բայեիք, ի վիճակի էիք, այնտեղ բանակ ունենայիք։ Եթե կարող եք չգողանալ, դիվիզիա ունենայիք։ Ավելի լավ է չխոսեք, այլ մարդը չխոսեցեք։ Մեզ պետք է անվտանգություն, մեզ պետք է կայունություն, դուք հիշեք, որ ես պատերազմի հաջորդ օրերից սկսած մինչև հիմա կրկնում եմ, մեր երկիր որպեսզի զարգանա, ինքը պետք է ունենա կայունություն։ Ես որպեսզի զարգանա, ուրեմն որպես արդյունք կայունության զարգացումն է։ Ուրեմն մեր կարգախոսները 3-ն են։ Անվտանգություն, այդ իմաստով, երկրորդը ուրեմն կայունություն, երրորդը զարգացում, որտեղ կայունությունը բերելու է զարգացման եւ հզորացման։ Հետ չկասկածեք, հաջորդ 5 տարիները մեր համար լինելու են Բավարիայի վերաշինության, այդ մոդել, ուրեմն պետականաշինության ժամանակաշրջան, սրանք էլ գնալու են սիկտիկար երևի, մի օր են գնան կամ Հայանան եկեղեցի մտնեն, բայց ոչ այն եկեղեցի, որ կտրիչների կտրած տեղն է, այլ ուրեմն ապաշխարեն եւ վերադառնան հայաստանյան կյանքի։ Չնայած ես դա չեմ հավատում, բայց ես առաջարկում եմ մեր ժողովրդի մեջ եղած ճակերտավոր միամիտներին հավատալ, որ հայ օլիգարխիան կարող է իր երկրի համար մի լավ բան անել, ասենք նոր գժվել մի գիշեր անեն փողեր այդ օրը հետ տան, ասենք գալատ են արել, փողոպտեր թարան են սպանել ենք, ուրեմն քանի որ կյանքում մահ կա եւ ապաշխարանք կա, այս բոլորը վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետությանը, նրա երիտասարդությանը, ուսանողությանը, որովհետեւ կրթվել զարգանալ։ Դուք հավատացեք, բայց ես դրան չեմ հավատում։ Ստեսում ձեզ, բարի գիշեր։